Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Ուզում եմ նախ սկզբից սկսել եւ շնորհավորել մեր բանակի օրվա կապակցությամբ երեք մեր բանակը տոնեց 28-րդ տարեդարձը եւ ուզում եմ ցանկանալ մեր բանակի մեր զինվորներին, սպայական անձնակազմին քաջ առողջություն եւ հզոր մարտական ոգի։ Այսօր մենք հյուր ունենք բարեկամներ եւ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Խաչիկ Բարսեղյանը եւ Խաչիկ Բարսեղյանի հետ մենք այսօր կպատրաստենք մի կերակրատեսակ, որը կարծում եմ հենց բանակային այսպես սննդի համակարգում կարող է ներգրավվել եւ մեր զինվորներին լավ սնունդ որպես ծառայել։ Ողջույն։ Բարև ձեզ, բարև լավ շնորհակալություն դուք։ Լավ, շատ ուրախ եմ, որ չմերվեցիր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դու որպես ոչ հեռու անցյալում զինվորական ինչ կցանկանաս մեր զինվորներին։ Զինվորներին կցանկանամ քաջ առողջություն, մարտական ոգի, ինչպես դուք նշեցիք, եւ ամենակարևորը թող բոլորը հասնեն իրենց տուն։ Իրենց տուն, այո, հուզվեցիր, իսկ մենք ընդհանրապես շատ ենք հավատում, վստահում մեր բանակին, որովհետև մեր բանակը ամենահզոր բանակն է աշխարհի։ Միանշանակ։ Գնացինք։ Նրանց հույսով մենք այսօր հանգիստ կարողանում ենք ստեղծագործել։ Այո։ Ինչ ենք պատրաստելու։ Այսօր կպատրաստենք աղցան շաղգամով։ Շաղգամով։ Ինչպես գիտենք, շաղգամը նաև շատ օգտակար է։ Նպաստում է մարսողությանը, կաղամբ եւ ֆիլե։ Եվ խոզապուխտ բայազետ ընկերության արտադրանք։ Մեր հովանավարի։ Շաղկամը ոչ միայն օգտակար է, շաղկամը նաև շաղկամի մասին դեռ հղում կա մեր էպոսում նույնիսկ։ Այո, Սասունցի Դավիթը շաղկամը շատ էր սիրում։ Եվ իրականում Սասնա կերակրների, Սասունի կերակրատեսակների մեջ շատ է օգտագործում շաղկամը։ Եվ լավ կլինի, որ մենք կարողանանք ներդնել ցավոք սրտի շատ այսպես մասսայալված չի արտադրվում։ Մեր օգնությունը կլինի, որ յուրացիները արտադրեն, այսինքն մենք կարողանանք դրան տեղավորել մեր սննդակարգում, ուրեմն մենք ունենանք լավ Շատ ցանկալի կլինի, որովհետև ոչ բոլորը գիտեն, որ դա նպաստում է մարսողությանը։ Ըստ այդմ կարծում եմ արդեն իսկ գյուղատնտեսության մեջ կաշխատեն նաև այդ ուղղությամբ։ Այո։ Եվ այստեղ օգտագործել ենք նաև տեսնում եմ օգտագործելու ենք արիշտան, օգտագործելու ենք շոքեխաշած լեզու, լեզվի պահածով, նույնպես բայազետ ընկերության արտադրանքը։ Շատ լավ, ինչից սկսենք եւ ինչում կարող եմ ես քեզ օգնել։ Սկսենք աղցանից։ Իսկ մինչ աղցանը չդնենք ջերմային մշակման ինչ է լինի։ Մինչ աղցանը սկսելը կարող ենք արիշտան դնել եփի։ Այո, արիշտան դնենք։ Լեզուն պիտի սոխարածով տապալենք։ Այո։ Դե ես կարծում եմ սոխ Դուք կարող եք սոխը կտրատել սոխերացի համար։ Այդ ընթացքում ես աղցանը կպատրաստեմ։ Շատ է խոսում մեր զինվորների, զինվորական սննդի հետ կապված, այ դու որպես նորից նշենք ոչ վաղ անցյալում զինվորական, ինչը կարելի է փոխել, ինչը կարելի է ինչպես կազմակերպել, որ մեր զինվորը սննդի մասով ապահովված լինի, այնպես ինչպես զենքի մասով։ Սննդի մասով կարելի է կազմակերպել ավելի հեշտ, ավելի սննդարար տեսնել պատրաստելը։ Ջուրը եղած արդեն ավելացնենք արիշտը։ Իսկ արիշտայի համար նույնպես սոխարած պիտի։ Այո։ Արիշտայի սոխարածը ինչպես կտրատեմ, սոխը խաչիչը։ Մանր։ Նորից խորանարդների մանր։ Այո։ Կաղամբը ընտրվեց Որովհետև շատ է կաղամբը օգտագործվում բանակում, թե ինչ կարծիք ես օգտակարությունը։ Նաև օգտակար է, բանակում եւս շատ է օգտագործվում,
Այդ իսկ պատճառով այսօր ընտրել ենք կաղամ։ Մենք ընտրել ենք գունավոր կաղամ, կարելի է նաև օգտագործել սովորական կաղամբը։ Կաղամբի օգտակարության մասին կարծում եմ բոլորը գիտեն, շատ առողջարար է, կտրատելուց հետո նաև մի փոքր իրեն ճզմում ենք։ Կաղամբ։ Այո։ Ընդհանուր կարող եք սոխառած անել, կեսը Այո։ տալ արիշտային, մյուս մասը ման։ Շաղկամը կտրատում ենք մանր զողիկների։ Սասունի կերակրատեսակներում կա շահգամով կերակրատեսակներ, նույնիսկ ինձ այսպեսի դեպք պատահեց, երբ որ մենք պիտի պատրաստեինք շահգամով կերակրատեսակ եւ շահգամ չէինք ճարել, այսինքն կարծես թե մոռացված է, շահգամ չճարեցինք եւ ստիպված եղանք այլ մթերքներով փոխարինել։ Սասունի կերակրատեսակ էր տհալով։ Շահկամը տահալի է շատ հոյակապ համադրություն է։ Քանի որ շահկամը կնպաստի տահալի շուտ մարսմանը։ Այո։ Ես սոխառած անում եմ, դու պատրաստի, զրուցենք, խոսենք, տեսնենք ինչ կարելի է ուրիշ առաջարկել մեր հաղթական բանակին։ Յուղը իհարկե մենք միշտ օգտագործում ենք Boyarskoye ապրանքանիշի յուղը։ Ավելացնում ենք նաև խոզապուխտ։ Խոզապուխտ։ Եվս ձողիկաձև կտրտած։ Յուղը դաղվեց, ես սոխառատը պատրաստում ես։ Արիշտան արդեն շատ եվվեց, պարոն Մամուլյան։ Արիշտան վերցնել, այո։ Ուզես քամեմ։ Մի քիչ թողնա ջրի մեջ, լավ կլինի։ Գիտեք, չէ՞ մի քիչ թողնա ջրի մեջ։ Երիտասարդներին ասում ես կուզեք, ես անեմ, հա դե որ անես լավ կլինի։ Կքամեմ։ Ինչ հիշողություն կա բանակից, Խաչիկ ջան։ Բանակից ամենալավ հիշողությունները կապված են դիրքերի հետ։ Շատ եմ սիրել դիրքերում ծառայությունը։ Այո։ Եթե ինձ մնար 2 տարին էլ դիրքերում կմնայի։ Այստեղ ավելացնում ենք նաև կանաչի։ Մենք ավելացնում ենք թարմ կանաչի, կարելի է նաև չորացրած կանաչի օգտագործել։ Իսկ եթե չորացրած կանաչի չկա, բանակում եք, դիրքերում։ Հենց այդ էի ուզում ասել, դրա մասին էի ուզում խոսել, ինչպես գիտենք, մեր հայկական բնաշխարհում ավելի քան 300 տեսակից ավել վայրի ուտելի բույսեր ունենք։ Կարելի է օգտագործել վայրի ուտելի բույսերը, կարծում եմ համը ավելի հետաքրքիր ու ավելի սպეციფიկ կլինի։ Ուղղակի պիտի ճանաչենք բնությունը։ Ուղղակի պետք է ճանաչել բնությունը, ապրել բնությունով։ Այո։ Մենք մեր բնակլիմայական պայմաններից ելնելով մենք շատ հարուստ բնություն ունենք։ Այո։ Ինչպես նշեցի, ավելի քան 300 տեսակ վայրի ուտելի բույսեր կա, որոնցից շատերը ես հենց բանակում ծառայելու ժամանակ եմ ճանաչել։ Այո։ Ինձ համար հետաքրքիր էր, ես ծառայել եմ նոյեմբերյանում։ Ինձ համար հետաքրքիր էր ընդեղի բնությունը ու միշտ փորձում էի ինչ-որ բույսեր, ինչ-որ հետաքրքիր էր էլի ինձ։ Լուծումներ, այսպես, հա։ Այո։ Ու շատ բաղադրատոմսեր հենց այդտեղից հայտնաբերվել են։ Պահպանվել են որտեղ։ Պահպանվել են Ուղեղում, չէ՞։ Այո։ Սա առանձին դիտապակենք, թե սոխը ավելացնի։ Չէ, սա արդեն սոխրացի վրա ավելացնում ենք եւ նա պատրաստ է արդեն։ Այն ժամանակ մենք այստենք սա եւ սրա մեջ սոխառած հետ կխառնենք։ Այո։
Այստեղ համեմում ենք աղով պղպեղով, հա։ պղպեղով։ Աղը իհարկե կարող ենք օգտագործել Lotus ընկերության աղը։ Խաչիկ իսկ կարելի է բանակի սնունդի վրա խնայել։ Խնայել։ Կարծում եմ ոչ։ Չէ։ Ուրեմն թթվասեր ավելացնենք։ Ես առաջարկում եմ աղցանին թթվասեր ավելացնենք, մի քիչ էներգետիկ արժեքը բարձրանա, ինչ կարծիք ես։ Այո, ես համաձայն եմ։ Փոքր-ինչ խառնենք, որպեսզի համեմունքները պակաս չլինի բանակին։ Խառնենք, որպեսզի համեմվի։ Հանրապես ինքը տենց ծառայության ժամանակ առիթ եղել է դիրքերում կամ ընդհանրապես պատրաստել ինչ-որ մի բան առաջարկել երիտասարդներին, կոնկերներին։ Այո, դիրքերում կարելի ասել բոլորս ապրում ենք մի ընտանիքի նման։ Ու այնտեղ չկար նմանատիպ բան, որ ինչ-որ մեկը պետք է սարքի։ Միշտ պատրաստի, ինչ-որ մեկը միշտ պիտի ճաշակի։ Արթնանում էինք ու որոշում էինք, թե ով ինչ հետաքրքիր բան կառաջարկի այդ օրը։ Այո։ Եվ պատրաստում էինք, բոլորս ամեն մեկը իր կարծիքը արտահայտելով ինչ-որ մի հետաքրքիր բան ստանում էինք։ Այո։ Բայց բոլորին, ինչպես նշեցի, բոլորին դուր էր գալիս հիմնականում բանջարեղենները։ Մանավանդ վայրի ուտելի բույսերը, չէ՞։ Այո։ Սոխարածը դու որ աստիճանի պիտի Մինչ ոսկեգույն երանգ ստանալը։ ոսկեգույն երանք։ Մեր արձանը արդեն պատրաստ է։ Դա աղցանը։ Իհարկե վերջում համեմում ենք ամենակարևոր համեմունքով։ Այո։ Սերը։ Սիրտ, հոգի, սեր։ Վայրի սեր։ Այո։ Վերջ։ Մեր արձանը պատրաստ է։ Ես առաջարկում եմ ուղղակի գտալով լցնենք այնքան ինչքան որ արիշտային հարկավոր է եւ մեջ արդեն շարունակենք Մի փոքր շաքարավազ ավելացնենք լցնենք կարամելիզացնելու եւ ավելի գեղեցիկ երանգ ստանալու համար։ Ոնց կասես խաչիկ ջան։ Այսպես ուրեմն խնդրեմ ինչքան ուզում ես։ Շնորհակալություն։ Ինձ միշտ հաճելի է եղել ձեր հետ նույն տաղավարում աշխատելը։ Հերիքա։ Բավական է։ Սրա վրա մի քիչ տոմատ ենք լցնում, հա։ Այո։ Այդպես է պայմանավորվել։ Բայց այդտեղ մի քիչ շաքարավազ կավելացնենք, որպեսզի տոմատի թթվայնությունը խապ ստանք, այսպես ասած։ Չեզոքացնենք Այո։ վտանգը։ Ավելացնենք տոմատը։ Խաչիկ ջան, դու աչք տակով ես կողմել ես, չէ՞ նայում։ Այո։ Ինչ ասես, ինչպես ասես, ես այնպես էլ անել եմ։ Ասել ես խառնի, խառնում եմ։ Ավելացնենք։ Ավելացնենք պահածոն։ Յուղը ամենակարևորը։ Բանակը ամենակարևոր յուղն է, չէ՞։ Այո, կալորիականությունը շատ կարևոր է։ Որպեսզի մեր զինվորների էներգիան տեղակ լինի։ Անսպառ լինի։ Իսկ ինչ կանաչի կառաջարկես, թե հարկավոր չի կանաչի։ Փոքր-ինչ մաղադանոց կավելացնենք, կարելի է նաև մի քիչ համեմ։ Ինչ ուզում ես ավելացրու։ Ավելացնենք մի քիչ համեմ եւ մաղադանոց։ Մնում է հացն ու գինին տերկենթանին ներեպոսից եւ խաչ պատերազմին։ Մենք հիմա ինչ արեցինք,
տոմատով երբ որ մենք տապակեցինք, լեզուն նշեմ, որ նորից կրկնեմ, որ ենթամսամաթերք է եւ օժտված է յուրահատուկ համով, որը ոչ բոլորն են որ հավանում են, եւ տոմատով մենք աշխատեցինք չեզոքացնել այն համերը, որը որ մեր կարծիքով ոչ բոլորին լինեն այսպես հաճելի։ Եվ կդառնա արդեն նորմալ, սովորական եւ սննդային արժեքներով հարուստ մթերք։ Ահա, պատրաստ է գերագրատեսակները։ Արդեն պատրաստ է։ Ափսեները։ Ափսեները ես բերեմ։ Սա կընտրենք աղցանի համար։ Շորլո։ Իսկ սա արիշտայի։ Ես հենց այնպես կտեղադրեմ, դու գաս ինչ-որ եթե ձևավորում կա, եթե կուզես ինչ-որ բանով ձևավորես, խնդրեմ այդ ցանկությունը քո մեջ չճնշես։ Մի բաժնին բավական է, մենք այստեղ բոլորը բաժիններով բանակում, եթե քիչ ավելացնեմ, սա էլ ավելացնենք այն գերազանցիկ զինվորականի համար, այո։ Բացում ենք։ Կենտրոնում կավելացնենք։ Միշտ չպահեցիր, չէ՞։ Վերջում համեմում ենք ևս սիրով։ Սիրով, համեմ ենք սիրով։ Եվ բարի ախորժակ։ Իսկ մի փոքր այսպես դու կարծում ես, որ զինվորը չի սիրում գեղեցիկ։ Ես կարծում եմ, որ դուք իմ մտքերը կարդում եք։ Դե, մտքեր կարդալը հեշտ բան չի, խաչիկ չէ։ Աղցան կաղամբով, շաղգամով եւ խոզապուխտով, հավելված թթվասերով եւ արիշտա լեզվի պահածոյով եւ տոմատով սոխարածով։ Բնականաբար երկուսի հետ էլ մենք ունենք հավելյալ համեմունք, որը ներդրեցինք մեր սերը եւ հոգու ջերմությունը։ Ապրես Խաչիկ ջան, խնդրում եմ ինչ ցանկանաս քո ցանկությունները եւ քո հղումը մեր բանակին։ Մեր բանակին ցանկանանք ուժ, եռանդ եւ մարտունակություն։ Հարգելի, պաշտելի մեր պետականության հենասյուն բանակ, ձեզ ցանկանում ենք ուժ, կարողություն, մարտունակություն եւ հզոր կամք։ Ձեր անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Խաչիկին, ցանկանալ, որ ինքը այն որակավորները, որ ցանկացանք ձեզ, իր գործում նույնպես ինքը դրսևորի, որովհետև շատ կարևոր գործ է անում Խաչիկը։ Ապրես դու Խաչիկ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Արիշտա լեզվի պահածոյով։ Արիշտա 120 գրամ, տավարի լեզվի պահածո 200 գրամ, տոմատ 30 գրամ, սոխ 50 գրամ, յուղ 20 գրամ, աղ պղպեղ, կաղամբով աղցան, կաղամբ 120 գրամ, շաղկամ 80 գրամ, թթվասեր 50 գրամ, խոզապուխտ 80 գրամ, մաղադանոս 10 գրամ, աղ, լոլիկ, կանաչ սոխ ձևավորման համար, տոնդ շնորհավոր հայոց բանակ։ Բարի ախորժակ։ Բարեկամներ, այսքանն ենք այսօրվա համար պատրաստել, հիշեք գերագույն արժեքը ազգային արժեքներն են։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։